Նոյեմբերի 7-ի ամենաթարմ նորություններով եթերում Renews-ն է, ես Լիլիթ Մուրադյանն եմ, ողջույն սիրելի հայրենակիցներ։ Եվ այսպես Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը էլի խոսել է մեր մասին։ Իհարկե գովել է դեռ գոյություն չունեցող ճանապարհը ու վստահեցրել, որ իր հաստատած խաղաղությունից օգտվելու են բոլորը։ Լսենք մի հատված ու շարունակենք։ The historic accord includes the construction of the new Trump route. It's such a beautiful Այս պատմական համաձայնագիրը ներառում է նոր Թրամփի երթուղու կառուցումը։ Սա իսկապես հրաշալի բան է։ Այն անվանակոչվել է իմ պատվին եւ ես շատ եմ գնահատում դա։ Սա իսկապես մեծ իրադարձություն է նոր Թրամփի երթուղին միջազգային խաղաղության անունով։ Ես լավատեսորեն եմ տրամադրված, որ այսօր այստեղ գտնվող յուրաքանչյուր երկիր կշահի խաղաղությունից, եթե օգտվի այս համաձայնագրով մեր ստեղծած հնարավորությունից։ Իսկ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը մանրամասներ է պատմել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած Թրամփ-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումից։ Վաշինգտոնի բարձրաստիճան ներկայացուցիչը հարցազրույցներից մեկում է խոսել Ալիևի ու Թրամփի միջև կայացած զրույցից ու գովել է Ադրբեջանի նախագահին։ Թրամփը հարցրել է Ալիևին, թե ինչու էր կանգ առել եւ չէր շարունակել հարձակումը Հայաստանի դեմ պատերազմում։ Ի պատասխան Ալիևը ասել է, որ ինձ պետք էր միայն այն, ինչ նրանք վերցրել էին, ինձ ավել բան պետք չէր, եւ սա հրաշալի որոշում է, քանի որ առաջ գնալը Փաշինյանին կվիրավորեր միջազգայինորեն։ Սա պետական գործ չի, օրինակ է։ Թրամփը մեր մասին խոսել է Կենտրոնական Ասիայի 5 երկրների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։ ԱՄՆ նախագահը Կենտրոնական Ասիան անվանել է չափազանց հարուստ տարածաշրջան ու հայտարարել, որ ցանկանում է ավելի ամրապնդել 5 երկրների հետ գործընկերությունը։ Աշխարհում էլ ինչ կարևոր իրադարձություններ են եղել, կպատմի Դավիթ Գենջոյանը։ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հյուրընկալել է Կենտրոնական Ասիայի 5 երկրների ղեկավարներին։ Առանցքային հարցը հազվագյուտ հանքանյութերի մատակարարումն ապահովելն է։ Թրամփը խոսել է նաև Իրանի մասին, նշելով, որ Թեհրանը խնդրել է վերացնել պատժամիջոցները եւ որ ինքը բաց է այդ հարցը քննարկելու համար։ Թրամփի այս բարի կամքի դրսևորումը տեղի ունենում երկու երկրների միջև ծայրահեղ լարվածության ֆոնին, որը ներառում է հունիսին Իրանի միջուկային օբյեկտների ամերիկյան ռմբակոծությունը, Իրանի եւ Իսրայելի միջև պատերազմը եւ ուրանի հարստացման հարցով փակուղի մտած միջուկային բանակցությունները։ Ուկրաինական դատարանը ռուս զինվոր Դմիտրի Կուրաշովին ցմահ ազատազրկման է դատապարտել ուկրաինացի ռազմագերի սպանելու համար, ստեղծելով նման մեղադրանքով դատապարտման առաջին նախադեպը երկրում։ Դատավճիռը կայացվել է Դոնեցկի մարզում կատաղի մարտերի ֆոնին, որտեղ ռուսական կողմը հայտնում է Պոկրովսկում առաջխաղացման մասին։ Ուկրաինական զորքերն ըստ Կիևի աղբյուրների ռազմաճակատի այս հատվածում 100-ից ավել գրոհներ են հետ մղել։ Բրազիլիայի Բելեմ քաղաքում կայանալիք COP30 կլիմայի գագաթնաժողովի նախօրեին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ 500 միլիոն եվրո կտրամադրի հավերժական արևադարձային անտառներ հիմնադրամին, իսկ Նորվեգիան շուրջ 3 միլիարդ դոլար։ Հիմնադրամի ստեղծման առաջարկն արել է Բրազիլիան վտանգված անտառների համաշխարհային պահպանությանն աջակցելու համար։ Այն մեկնարկել է համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովի ընթացքում, որը նախագահում է Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվան։ Թեև ժողովին մասնակցում էին ավելի քան 50 պետությունների ղեկավարներ, այն նշանավորվեց աշխարհի 5 խոշորագույն աղտոտող տնտեսություններից 4-ի, այդ թվում Միացյալ Նահանգների եւ Չինաստանի ղեկավարների բացակայությամբ։ Ամերիկյան զինուժը Կարիբյան ծովում հերթական մահացու հարվածն է հասցրել ենթադրյալ թմրանյութերով բեռնված նավի ուղղությամբ։ Սենատում հանրապետականներն արգելափակել են բանաձևը, որը նախագահ Թրամփից կպահանջեր Վենեսուելայի վրա հարձակվելու համար ստանալ կոնգրեսի թույլատվությունը։ Վերջին հարվածը, որի հետևանքով զոհվել է 3 մարդ, սեպտեմբերից սկսված Միացյալ Նահանգների գործողությունների շարքից է, որոնց արդյունքում թմրաշրջանառության դեմ պայքարի պատրվակով սպանվել է ավելի քան 65 մարդ։ Ի պատասխան Միացյալ Նահանգների աճող ռազմական ներկայության Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ կատարվողն իր իշխանությունը տապալելու քողարկված փորձ է եւ կատակել է, թե ամերիկյան լրատվամիջոցների ուշադրության շնորհիվ նա Միացյալ Նահանգներում ավելի հայտնի է դարձել, քան Թեյլոր Սվիֆթը։ Իսրայելը հզոր հարվածներ է հասցրել հարավային Լիբանանին եւ տանկեր տեղակայել սահմանի մոտ, նախապես մի քանի գյուղերի բնակիչների համար տարհանման հրամաններ արձակելով։ Իսրայելը հայտարարել է, որ այս քայլի պատճառը ռազմական կարողությունները վերականգնելու Հեզբոլահի փորձերն են, ինչը խախտում է 1 տարի առաջ կնքված հրադադարի համաձայնագիրը եւ հանգեցրել է 1 իսրայելցու մահվան։ Ի պատասխան Հեզբոլահը հայտարարել է, որ հավատարիմ է հրադադարին, սակայն պահպանում է դիմադրության իրավունքը։ Մինչդեռ տարհանման հազվադեպ հրամանները, որոնք համընկնել են Հեզբոլահի զինաթափման հարցով Լիբանանի կառավարության նիստի հետ, խորացրել են երկրում լայնամասշտաբ պատերազմի մտավախությունները։ Դավիթ Գենջոյան, Open Media։
Ադրբեջանական բանակը կհամապատասխանի ՆԱՏՕ-ի չափանիշներին ևս մեկ անգամ վստահեցրել է Ալիևը, հավելելով, որ այդ նպատակով Բաքուն սերտորեն համագործակցում է թուրքական բանակի հետ։ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ իրենց անվտանգության երաշխավորները զինված ուժերն են, պետությունը եւ ժողովուրդը։ Ու դե իհարկե չի մոռացել սպառնալ, ասել է, եթե որևէ մեկի հիվանդ մտքով երբևէ անցնի Ադրբեջանի դեմ որևէ սադրանք իրականացնել, կզղջա դրա համար։ Դժվար չէ ենթադրել է, որ Ալիևի այս սպառնալիքը նաև Հայաստանին է ուղղված։ Սա այդ շաբաթ Ալիևի արդեն երրորդ ակնարկ սպառնալիքն է Սևանի եւ ոչ թե տանկերով, այլ մեքենաներով Երևան գալու մասին աղմկահարույց հայտարարություններից հետո։ Անցնենք առաջ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել Վրաստանին հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը կառուցողական մասնակցության, նաև իր ադրբեջանցի եւ հայ գործընկերներ Շահին Մուստաֆաևին եւ Մհեր Գրիգորյանին այդ ուղղությամբ համատեղ աշխատանքի համար։ Հիշեցնեմ, նոյեմբերի 6-ի գիշերը 30 եւ ավելի տարվա ընթացքում առաջին անգամ Ռուսաստանից Հայաստանի տարածք է մտել Ուլյանովսկի մարզում ցորենով բեռնված գնացք, որն անցել է Ադրբեջանով եւ Վրաստանով։ Ադրբեջանը նոյեմբերի 9-ին ընթառաջ որոշել է այսպես կոչված հաղթանակի համերգ կազմակերպել Թբիլիսիում։ Հայ համայնքն էլ զգուշացնում է, որ դա նախ վիրավորում է Վրաստանի հայերի արժանապատվությունը, երկրորդն էլ իսկապես ռիսկային է վրացական պետության համար, որովհետեւ հայերն ու ադրբեջանցիները կողք կողքի են ապրում եւ բոլորովին խելամիտ չէ բորբոքել ներվրաստանյան էթնիկ կրքերը։ Վրաստանի հայ համայնքը դատապարտում է Թբիլիսիում 44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ Ադրբեջանի դեսպանության կազմակերպած համերգի անցկացումը։ Միջոցառումը կրում է հաղթանակի օրվա 5-րդ տարեդարձ խորագիրը։ Սխալ ենք համարում, որովհետև նման տիպի միջոցառումները եթե լինեն, կարող է էթնիկ խնդիրներ առաջանալ Վրաստանում։ Համայնքը հայտարարել է, որ սա միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է եւ կոչ է արել վրացական իշխանություններին չեղարկել միջոցառումը։ Հայտնում ենք բարոյական վրդովմունք, քանի որ նման իրադարձություն տեղի է ունենում այն ժամանակաշրջանում, երբ հազարավոր հայ ընտանիքներ դեռևս տառապում են էթնիկ զտումների հետևանքներից, իսկ Բաքվում կեղծ դատավարություն է ընթանում Ադրբեջանի կողմից անօրինաբար գերեվարված քաղաքացիական անձանց եւ տարածաշրջանի նախկին ղեկավարների դեմ։ Իդեպ օրերս Թբիլիսին խիստ քննադատել է Երևանում անցկացված Եվրանեստի վեհաժողովում Վրաստանի իշխանությունների դեմ ընդունած բանաձևը։ Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Նինո Ծիլոսանին նաև հայ պատգամավորներին է մեղադրել, հայտարարելով, թե նրանք փաստացի դեմ են գնացել պաշտոնական Երևանի դիրքորոշմանը։ Հայաստանի վարչապետը պաշտոնական այցով Վրաստանում էր եւ տարբեր հանդիպումներ է ունեցել ժողովրդի ընտրյալ կառավարության հետ։ Աջակցելով մի բանաձևի, որը պնդում է, թե Վրաստանի կառավարությունը լեգիտիմ չէ, նրանք անվստահություն են հայտնում իրենց իսկ վարչապետին։ Վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե իրենք չեն քվեարկել կոնկրետ Վրաստանին վերաբերող փոփոխությունների առաջարկներին։ Կառավարող ուժի պատգամավորները սկողմ են քվեարկել բանաձևին որպես ամբողջություն, քանի որ այն աջակցություն էր հայտնում օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրին։ Տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության հիման վրա ապաշրջափակման շուրջ վերահաստատված համաձայնությանը, թրիփ նախագծին, սահմանազատման գործընթացի շարունակությանը, պահանջում Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերում եւ Ադրբեջանում պահվող հայ անձանց հարցի հասցեագրում։ Ընդդիմադիր Հայաստան խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը մեղադրել է կառավարող ուժին։ Ասում է, ինքնիշխանության անվան տակ նրանք կողմ են քվեարկել հակավրացական բանաձևին, որտեղ Վրաստանի իշխող ուժն անվանվել է ինքնահռչակ։ Սա է այս մարդկանց քաղաքականությունը, հետևողականորեն փչացնել մեր հարաբերությունները բոլորի հետ, որ հետո ասեն, որ ասում ենք Թուրքիայից ու Ադրբեջանից բացի այլ տարբերակ չունենք։ Հիշեցնենք, վրացական երազանքն ի սկզբանե էր բոյկոտել Եվրանեստի երևանյան հավաքը, պատվիրակություն չուղարկելով Հայաստան։ Նստաշրջանին ընթառաջ Թբիլիսին հայտարարել էր, թե Եվրոպական խորհրդարանի որոշ անդամների թշնամական հռետորաբանությունն ու գործողությունները հակասում են գործընկերության եւ փոխադարձ հարգանքի սկզբունքներին։ Մերի Դանիելյան, Open Media։ Այլ թեմաներ կտրուկ վատացել էր Գյումրու կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը, կենտրոն քրեակատարողական հիմնարկից Ղուկասյանին շտաբ տեղափոխել էին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Գյումրու քաղաքապետը մոտ 3 շաբաթ է արդեն կալանավորված է, ըստ փաստաբանի վարույթն իրականացնող մարմինը եւ դատարանը տեղեկացված են եղել նրա առողջական խնդիրների մասին, սակայն որոշում է կայացրել նրա կալանավորման վերաբերյալ։ Քիչ առաջ էլ հայտնի դարձավ, որ Ղուկասյանին արդեն հիվանդանոցից վերադարձրել են քրեակատարողական հիմնարկ։
Մոտ 3 ամիս կալանավորված ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի խափանման միջոցն էլ փոխարինվել է 2 ամիս տնային կալանքով։ Օգոստոսի 8-ին կալանավորված ՊԵԿ նախկին նախագահին իրավապահները մեղադրում են փողերի լվացման եւ ձեռնարկատիրական գործունեության ապօրինի մասնակցելու համար։ Նախկին պաշտոնյայի պաշտպանական խումբը հայտարարել է, որ կալանքի ոչ իրավաչափ կիրառման վերաբերյալ դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան, իսկ երկամսյա տնային կալանքի դատարանի որոշումը կբողոքարկեն թե պաշտպանները, թե դատախազությունը։ Վերջին 1 օրում 110 հանցագործություն է բացահայտվել, այդ թվում թմրանյութի հայտնաբերման 13, խարդախության 10, գողության 6, մարմնական վնասվածք պատճառելու 4 դեպք։ Բացահայտվել են նաև համակարգչային հափշտակության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, կաշառակերության եւ այլ դեպքեր։ Հայտնաբերվել են 1 անհետ կորած եւ 10 հետախուզվող, 1 օրում գրանցվել է 24 ավտովթար, 30 մարդ ստացել է վնասվածքներ։ Ոստիկանները խուզարկել են 47 հասցե եւ 9 ավտոմեքենա, հայտնաբերել զենք, զինամթերք, նաեւ թմրանյութ, ձերբակալել 29 հոգու։ Ավրորա մարդասիրական նախաձեռնությունը 2025 թվականի Ավրորա համաշխարհային մարդասիրական մրցանակը շնորհել է սուդանցի բժիշկ Ջամալ Էլ-Թայեբին հակամարտության գոտում մարդկանց բժշկական օգնություն տրամադրելու գործում ցուցաբերած բացառիկ խիզախության եւ նվիրումի համար։ Եվ վերջում եւս մեկ լուր ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նոր ավագը Ռուսաստանի չեմպիոն Կրասնոդարի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն է։ Ազգային թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Newsam Sport-ին հայտնել է, որ այսուհետև ավագը Սպերցյանն է լինելու ոչ միայն առաջիկա խաղերում, այլև ընդհանրապես։ Հիշեցնեմ, աշխարհի առաջնության ընթացիկ ընտրական փուլի նախորդ հանդիպումներում հավաքականի ավագը Բրատիսլավայի Սլովանի հարձակվող Տիգրան Բարսեղյանն էր, որը հավաքականի կազմում 3 խաղով որակազրկված էր։ Սիրելի հայրենակիցներ, այս ժամի լրահոսից այսքանը, մենք հանդիպելու ենք արդեն 17:00-ին, մինչ այդ ժամը։